Մենք շարունակում ենք հաղորդումը, հարգելի հեռուստադիտողներ, մեր եթերը այսօր լինելու է սպորտային, քանի որ մեր հյուրն է այսօր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք գիտենք, որ այսօր մրցույթ է պատրաստված աղջիկների հանդբոլի ֆեդերացիան ունի նաև այսօր ժամը 11-ին տեղի է ունենալու, բայց դուք հասցրեցիք եւ մեզ հյուրընկալեցիք դա թողնելով, բայց մինչեւ մեր բուն զրույցը սկսելը ես ցանկանում եմ իմանալ, թե դուք ինչպես եք սկսում ձեր առավոտը եւ ինչն է ձեզ ամեն օր նոր էներգիա տալիս ֆեդերացիայի կարևոր աշխատանքը շարունակելու համար։ Առավոտը սկսում եմ նրանով, որ իմ աղջիկներին տանում եմ դասի։ Այդ հենց այն առաջնայինն է, որը ինձ տալիս է համ ուժ, համ երջանկություն, համ ուրախություն։ Հավանաբար այդ ամենից ելնելով կարողանում եք շարունակել։ Իսկ ո՞րն է հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր նպատակը այս փուլում ձեր ղեկավարությամբ եւ ինչ է այն հիմնական ուժը, որ շարժվում է ֆեդերացիային առաջ։ Նայեք, ինչպես եւ մնացած մարզաձևերը, հանդբոլը նաեւ ունի խնդիրներ։ Մեր առաջնային լուծել այն խնդիրները, որոնք լուծել են եւ ունեն օբյեկտիվ պատճառներ։ Հիմնականը դա սպորտի զարգացումն է, ագիտացիան է, երեխաների քանակը մարզվող ավելացումն է, ունենք նաև խնդիրներ, մեծ խնդիր, որը հանդիսանում է դահլիճների ընդհանրապես բացակայության մեջ, որովհետև հանդբոլի դահլիճ, որտեղ մենք կարանք լիակատար անցկացնենք լիակատար մրցումներ, գրեթե հանրապետությունում չկա։ Դա ամենամեծ խոչընդոտն է, չնայած նրա, որ երեխաները ավելանում են 2-3 տարվա մեջ քանակը մոտ 500 հոգի ավելացրել են երեխաների, դա մեծ թիվ է, բայց գալի նորից կայանում ենք մի պատի առաջ, որը կոչվում է դահլիճ։ Իսկ բացի խնդիրներից, թերություններից ինչ ձեռքբերումներ ունի ֆեդերացիան։ Նայեք, այս տարի մենք Եվրոպական միջազգային ֆեդերացիայի հետ կարողացանք պայմանագիր ստորագրել, որը ուղղված է Հայաստանում հանդբոլի խթանմանը եւ զարգացմանը։ Եռամյա ծրագիր է, որի միջոցով մենք մտնում ենք դպրոցներ եւ մանկապարտեզներ։ Այսինքն ոչ միայն Երևան քաղաքում, նաև մարզերում։ Ինչն է կարևորությունը, որ դպրոցում ֆիզկուլտուրայի դասերին զբաղվելու են հանդբոլ, մենք Եվրոպայի ֆեդերացիայի օգնությամբ ապահովելու ենք գույքով, գնդակներով, նաև հետևելու ենք մեթոդիկային, կազմակերպելու ենք փառատոներ, պարտադիր ըստ պայմանագրի, նաև տարվա վերջում լինելու են այդ դպրոցների միջև մրցաշար, որը էլ ավելի երեխաների մեջ արթնացնելու է մրցակցությունը, նաև ինչու՞ չէ ուրախությունը, հաղթանակ, պարտություն, դրամա, երջանկություն, այդ ամենը արվում է նաև ագիտացիայի ուղղորդությամբ, հենց որ աշխատում ենք ամեն օրվա ռեժիմով։ Ամենաշատը ցանկանում որ ակտիվացնել եւ որ մազերն է, որ ավելի շատ հետաքրքրված է այս։ Ես ինչ եմ նաեւ շնորհակալ, որ հենց կոտակտիվին հրավիրե հարցազրույցի, Աբովյան քաղաքը ուներ հանդբոլային ավանդույթ, բայց երկար տարիներ հանդբոլը Աբովյան քաղաքից վերացել է։ Տեսեք, ես կարծում եմ, որ Աբովյան քաղաքը եւ ոչ միայն Աբովյան քաղաքը ունի այն արժանինքները եւ այն իրավունքները ունենալ օլիմպիական մարզաձև իր քաղաքում, մարզում եւ այլն։ Մենք այսօր ունենք լավ մասնագետներ։ Օգտվելով առիթից դիմում եմ Աբովյան քաղաքի, Եղվարդ քաղաքի իշխանություններին տրամադրել հանդբոլի ֆեդերացիան ինչ-որ մի մարզադպրոցում երկու հանդբոլի մարզիչի հաստիկ, մեկը Աբովյանում, մեկը Եղվարդում։ Ես խոստանում եմ ֆեդերացիայից, որ կտրամադրենք լավ մարզիչներ թե Եղվարդում, թե Աբովյանում եւ ինքներս ամեն ինչ կանենք, որպեսզի Աբովյանում եւ Եղվարդում նույնպես զարգանա հանդբոլը, այո։
ու դա խոսքեր չեն։ Իրականությունը հաստիկ տրամադրելու դեպքում մենք անպայման այդ գործընթացը կուղղորդենք, ամեն ինչով կօգնենք եւ կհասցնենք այն նպատակին, որին որ պետք է հասնենք։ Իսկ երբ որ խոսում ենք, որ դպրոցներում ակտիվանա նաև այս սպորտաձևը, այսինքն կարող ենք ասել, որ դեռ փոքր տարիքից կարելի է սկսել այս սպորտաձևով զբաղվել, թե կամ հատուկ տարիք, որ կարելի է։ Չէ, հիմնականում 7 տարեկանից կարելի է մարզվել այս մարզաձևով, դաժե պարտադիր է մարզվել, կարելի ասել, ավելի լավ կլինի։ Բայց հիմնականում երեխաներին մեզ բերում են 8-9 տարեկանից։ Հավանաբար մենք մերժումներ չունենք, թե մարզադպրոցները մեծ սիրով ընդունում են, թե մեր մարզիչները, ճիշտ է, հանդբոլի համար, ինչպես եւ բասկետբոլի, վոլեյբոլի համար ընտրում են բարձրահասակներին եւ այլն, բայց պրակտիկան ցույց է տալի, որ կարճահասակ երեխաներն էլ հասնում են արդյունքների, իրանց աշխատասիրությամբ, ճիշտ մոտեցմամբ, նաեւ ծնողների հոգետարության պարագայում Նենց որ մարզվելու համար ոչ մի խնդիր չկա։ Իսկ ինչ եք նկատում վերջին տարիներին այս սպորտաձևի հանդեպ հետաքրքրվածությունը մեծացել է, թե որ այդքան էլ տարածված չէ, նաև մարում է գրեթե։ Ինչ կարող ենք ասել։ Չէ, մարելը չի մարում, որովհետև մենք այս 2.5 տարվա ընթացքում իրոք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, քանակը ավելանում է, ինչպես ասեցի, մոտ 500 երեխա ավելացել է մարզվող։ Դա մեծ թիվ է Հայաստանի համար, հաշվի առնելով, որ մենք սուղ պայմաններում ենք աշխատում, մեծ խոչընդոտների ներքո, բայց չէ, զարգանում է։ Նաև անցյալ տարի մենք ունեցանք հանրային հեռուստատեսությամբ 16 օլիմպիական հանդբոլի խաղի եթեր, զանգում էին ֆեդերացիա, շատ ժամանակ մարդիկ, որոնք հանդբոլին ծանոթ չէին, հարցնում էին, որտեղ կարող են երեխաներին տանել մարզվելու։ Մեր կայքը շատ լավ աշխատում է, այնտեղ ամեն ինչ գրված է, հուշեմ armhandball.am կայքում բոլոր նորությունները կան, մենք համագործակցում ենք տարբեր ֆեդերացիաների հետ, աշխատում ենք միջազգային կապեր ստեղծենք, ընկերական հանդիպումներ ենք կազմակերպում, Վրաստան, Ռուսաստան, Բելարուսիա, Իտալիա, այդ ես ասում եմ այն երկրներ, որտեղ մենք գնում ենք մրցաշարի եւ իրանք են գալի, կարող ենք կազմակերպենք, ցավոք սրտի եմ ասում, մենք ունենք մեծ խնդիրներ Հայաստանում, դա դալիճի խնդիրն է, որը շատ մեծ խոչընդոտ է հանդիսանում օլիմպիական մարզաձևը զարգացնելու համար։ Մրցաշարերին կանդրադառնանք, երբ որ խոսում ենք հետաքրքրվածության մասին եւ նշեցիք, որ ել ավելի է շատացել երեխաների հանդեպ հետաքրքրվածությունը, իսկ ինչ եք նկատում, ավելի շատ տղաների թե աղջիկների հետաքրքրվածությունը նույնպես մեծացել է։ Գիտեք ինչ, քանի որ տղաները միշտ ավելի շատ են զբաղվում հանդբոլով, սակայն այս 2.5 տարվա ընթացքում մենք նկատում ենք նաեւ աղջիկների աճը։ Միևնույն ժամանակ ես մրցաշարերից ասացինք, մենք վերականգնել ենք կանանց առաջնությունը Հայաստանի Հանրապետության եւ այսօր դուք հաղորդման սկզբում ասացիք, որ ժամը 11-ին մեկնարկում է, 3 օր լինելու է Միկա մարզադահլիճում, հրավիրում եմ բոլորին ժամը 11-ից խաղերին դիտելուն, շատ տեսարժան է լինելու, լավ մրցակցություն, Նես որ ամեն ինչ տեղին է լինելու։ Իսկ ինչ արդյունքներ եք սպասում, որ կապահովեն մեր մարզիկները այս մրցույթից, երբ որ այսօր տեղի ունենա։ Դե դա Հայաստանի առաջնություն է, մաղթում եմ բոլոր ակումբներին հասնեն այն նպատակին, որոնք իրանք իրենց առջև դրել են, հավանաբար կլինեն եւ պարտվողներ, եւ հաղթողներ, կանեն հետեւություններ, կարևորը որ մրցաշարը կանցնի համոզված եմ պայքարում եւ գեղեցիկ դիտարժան խաղեր կտեսնենք։ Այլ որ խոսում ենք պարտությունների մասին, շատ հաճախ, երբ որ երեխաները սկսում են զբաղվել ինչ-որ սպորտաձևով, դեռ փոքր տարիքից կամ երիտասարդ տարիքում ինչ-որ պարտություններից հետո ընդգծվում են եւ չեն ցանկանում այլևս շարունակել նման սպորտաձևով զբաղվել։ Եվ այստեղ շատ կարեւոր է նաեւ մարզիչների դերը։ Դուք ինչպես եք կարողանում երեխաներին աջակցել, որ պարտությունները վերջնական չեն եւ լինելու են նաեւ հաղթանակներ։ Դե չմոռանանք, որ մարզիչները նաև մանկավարժներ են, նաև հոգեբաններ են։ Մարզիչ դառնալու համար պետք է բարձրագույն կրթություն,
Այդ փորձը կա երեխեքի հետ շփվելու, նաև մենք խրախուսական մրցանակներ ենք նշանակում, որ երեխաները շատ չտխրեն։ Միևնույն ժամանակ երեխաները գիտեն, որ ունեն մրցում, ավելի ջղայնություն ամեջը հավաքում, ավելի լավ են գնում պարապմունքի, դա ճիշտ եք ասում, կապված է մարզիչի մոտեցումից, եւ կարծում եմ յուրաքանչյուր մարզիչ իր մոտեցումը ունի։ Ոնց անի, որ հասկանալով, ճանաչելով իր մարզիկներին, իր երեխաներին ավելի ճիշտ մոտեցում է գտնում, որ այդ ամեն ինչը շտկի։ Իսկ հանդբոլը բացի սպորտաձև լինելուց երեխաները երբ որ ցանկանում են զբաղվել, բայց հետագայում չեն շարունակելու այդ սպորտաձևով, ու այս պահին ուղղակի զբաղվում են։ Նրանց ինչ է տալիս հանդբոլը բացի սպորտաձև լինելուց։ Մի քիչ ավելի ընդհանուր բացատրեմ, ինչ մարզաձև գիտեք, հանդբոլը այդ ամեն ինչը տալիս է։ Ամեն ինչը։ Հանդբոլի դինամիկան շատ ուժեղ է, հանդբոլը շատ արագ խաղ է։ Նայեք, թիմային աշխատանք, թիմային մտածելակերպ, արագ կողմնորոշում, որովհետև հանդբոլ խաղը գրեթե մի գծի վրա ընթանում եւ ուղեղի արագությունը, ասենց ասեմ, կայծակնային է, որովհետև հազարավոր շարժումներ կա, հազարավոր ուղղություններ կա, որով դու կարող ես գրոհը շարունակել կամ պաշտպանությունում պաշտպանվել։ Դրա համար ակնհայտ ուղեղի աշխատանք է, պետք սկսենք դրանից։ Ֆիզիկական պատրաստականություն, նաև աշխատում են բոլոր մկանները։ Անկամ հարված անելուց հանդբոլում ոնց ասեմ, պատկերացրեք գնդակը, ոնց ուզես ձեռը տանես, մարմինը տանես, դա սաղ մկանների աշխատանքն է։ Նաև ոտքերի, նաև ձեռը, եթե բասկետբոլում թռնում են ընդհանրապես այս աշխատանքն է, հանդբոլի մեջ բազմաթիվ մկաններ են աշխատում ամեն հարվածի, ամեն շարժման ընթացքում։ Նաև ճկունություն, նաև արագություն, նաև ֆիզիկական ուժ։ Անդրադառնալով մրցաշարերին, այս տարի որ երկրներում է տեղի ունեցել մրցաշարեր, ինչ արդյունքներ են գրանցել մարզիկները, եւ երբ որ համեմատում եք Հայաստանի հավաքականը արդեն եվրոպական հավաքականներից, ինչ տարբերություններ կա եւ ինչով ենք նաեւ մի փոքր թերի, որ կարող ենք ել ավելի աշխատել եւ հասնել եվրոպական մակարդակին։ Ինչը վերաբերում է համեմատության Հայաստանի եւ Եվրոպայի մակարդակի, շատ է, տարբերությունը շատ է, Հայաստանի հավաքականը շատ ավելի թույլ է օբյեկտիվ պատճառներով, նորից եմ կրկնում, օբյեկտիվ պատճառներով, մենք չունենք մեր մարզաբազան, ինչը մեծ խոչընդոտ է հանդիսանում մեր համար, որովհետև հավաքականը պետք է ունենա մարզաբազա, պետք է ունենա պարապմունքներ, հավաքներ, որը պետք է արվի մեզ հարմար ժամանակաշրջանում, իսկ դալիճների պատճառով մենք դա չենք կարող անենք, հավանաբար հավաքականներ չի կարելի լինի այն մակարդակի, որի որ պետք է լինի։ Ես դիմել եմ կառավարությանը, դիմել եմ ԿԳՄՍ նախարարին, 2 տարի այդ գործով ենք զբաղված, որ մեզ տրամադրեն մի մարզաբազա, վերջը օլիմպիական մարզաձև է, ամոթել է, որ հանրապետությունում չունի իր մարզաբազան, մենք մեր ուժերով չենք կարող կառուցենք ֆեդերացիան, դա հասկանալի է, դրա համար ակնկալում ենք նաև պետության աջակցությունը այդ հարցում, նաև ես խոստացել եմ եւ հավաստիացրել եմ, որ նման մարզաբազա ունենալու դեպքում մենք ի վիճակի ենք լավ արդյունքներ ցույց տալու, որովհետեւ մանկապատանեկանում, երբ որ մենք դուրս ենք գալի, մենք ցուցադրում ենք հիանալի արդյունքներ, օրինակ Վրաստանի միջազգային մրցաշարին 2 անգամ մասնակցել ենք թե աղջիկներով, թե տղաներով, զբաղեցրել ենք 2-րդ տեղը, կարող ենք առաջի տեղն զբաղեցնենք, միտեղ 3 գնդակի տարբերություն, միտեղ մի գնդակի տարբերություն, հասկանալի է, ստեղ պարապում են, մարզում են երեխեքը փոքր մարզադահլիճներում, դուրս են գալի մեծ մարզադահլիճում մրցման, իրանց համար արդեն բարդանում, բայց չնայած այդ խոչընդոտների, միևնույն է, ասեմ, Վրաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահան մոտենում ամրցումներից հետո զարմացած ասում է, զարմանում եմ, ոնց եք դուք սենց երեխաներ բերում։ Դե հավանաբար մեր բյուջեի եւ Վրաստանի բյուջեի տարբերությունը մոտավորապես սենց է, որ հասկանաք, իրանց մի տարվա բյուջեն մեր 100 տարվա բյուջեն է։ Ամենին, բայց կարողանում եք բայց մանկապատանեկանում կարողանում ենք, բայց որպեսզի մենք մեծահասակներում ունենք հաջողություն եւ մասնակցենք, նախ
Ֆինանսավորումն է, թերի մենք չունենք ֆինանսավորում, որպեսզի կանանք մասնակցենք ամեն տարի Եվրոպայի աշխարհի առաջնություններին, եւ երկրորդն էլ ասացի, եթե մենք չունենք մարզաբազա, հավանաբար մենք չենք կարող լիակատար պատրաստվենք եւ ցույց տանք այն ինչին ունակ ենք։ Բայց չնայած այդ խոչընդոտները, միևնույն ժամանակ հանդբոլը ապրում է շատ աշխուժ։ Ասեցի Եվրոպայից ծրագիր ենք բերել 3 տարվա Եվրոպայի ֆեդերացիայից, նախատեսված է մոտ տարեկան 300 մարզիկի ավելացում։ Հենց հիմա ESPA-ին աշխատանքներ ենք վարում միջազգային ֆեդերացիայի հետ, քառամյա ծրագիրանորից մանկապատանեկան հանդբոլի, հույսով եմ, որ մինչև կոնգրեսը, որը կկայանա դեկտեմբերի 19-ին, կկարողանանք գանք ինչ-որ մի եզրակացության, հավանության արժանանա մեր ծրագիրը եւ այդ ծրագիրն եք ստանանք։ Ինձ դա շատ մեծ օգնություն է հայկական հանդբոլը զարգացնելու համար։ Իսկ այդ զարգացման ճանապարհին, երբ որ նաև միջազգային օգնում են ձեզ, միջազգային ֆեդերացիաներից, ինչպիսի հետաքրքիր եւ նորամուծություններ եք մտցրել նաև հանդբոլի զարգացման մեջ, ինչ նոր տեխնիկաներով եք աշխատում երեխաների հետ։ Նայեք, դպրոցական հանդբոլը տարբերվում է պրոֆեսիոնալ հանդբոլից, մարզադպրոցների պարապմունքներից, հիմնականում մեզ պետք է որպեսզի երեխաները հասկանան ինչ է հանդբոլը, իմանան պատմությունը դպրոցում, այն դպրոցներում, որտեղ որ մենք անցկացնում ենք այդ ծրագիրը, նաև սովորեն հանդբոլի տարրերին, այսինքն փոխանցում, վարում եւ հիմնական նպատակ է այդ ծրագրերի, որպեսզի այդ երեխաներին ուղղորդել մարզադպրոցներ հանդբոլով զբաղվելու։ Մենք նաև մտել ենք մանկապարտեզներ։ Ինչ է դա նշանակում, որ մանկապարտեզում երեխաները ունենալու են հանդբոլի դաս։ Ֆիզկուլտուրայի դաս նրանց մոտ կոչվելու է հանդբոլի ժամ։ Այսինքն նրանք հանդբոլի գնդակով տարբեր շարժախաղերի միջոցով անցկացնելու են նրանց այդ ժամը, հավանաբար իրենց ենթագիտակցության մեջ մնալու է հանդբոլ հասկացողությունը եւ երբ որ գա ժամանակը, որ իրանք պետք է գնան մարզադպրոց, հույսով ենք, որ նրանցից մեծ մասը կընտրի հանդբոլը։ Իսկ այս պայմաններում, որ աշխատում եք, դուք արդեն ունեք այնպիսի մարզիկներ, որոնք հասել են թե եվրոպական, թե միջազգային այլ ասպարեզներում մեծ հաջողություններ ձեզ մոտ սովորելուց հետո։ Ոչ, չունենք, որովհետև նորից եմ կրկնում, չի կարա լինի հանդբոլը բարձր մակարդակի, երբ որ չունես պայմաններ օլիմպիական մարզաձևի համար։ Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ունենք մարզիկներ մանկապատանեկան տարիքի, այսինքն դեն ասեմ, միջև 16 տարեկան թե տղաներ, թե աղջիկներ, մենք ամենօրյա ռեժիմով տարբեր ֆեդերացիաների հետ աշխատում ենք ծայրեր գտնել, որպեսզի 1-2 մարզիկ փորձենք դուրս անել հանրապետությունից, զբաղվելու ուրիշ երկրում, որը ավելի զարգացած է։ Հույսով եմ, որ մոտ ապագայում կհասնենք դրան, դա էլ կլինի նաև օրինակ մնացած երեխաների համար, որ ավելի ջանասիրությամբ մոտենան սպորտաձևին։ Իսկ պարոն Խաչատրյան, այս տարի, այսօր եւ 3 օր, որ իրականացվելու է այդ մրցույթը, բացի այս անցկացվող մրցույթից այս տարի, կան էլի նախատեսված մրցույթներ։ Այո, նաեւ մնացել է, բացի այս մրցույթից մնացել է տղամարդկանց Հայաստանի Հանրապետական առաջնությունը, որը կկանա քաղաք Վանաձորում, նույնպես դահլիճի պատճառով տեղափոխել են Երևանում պետք է լիներ, տեղափոխեցինք Վանաձոր, ցավոք սրտի Երևի թիմերի պակաս ունենանք այդ տեղափոխության պատճառով, թիմերի նկատի ունեմ հնարավոր է, որ ինչ-որ թիմ ֆինանսական պատճառներով չկարողանա գա, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ լիակատար անցնի ու կանցնի լիակատար, իսկ ընդհանուր առմամբ մենք տարվա ընթացքում անցկացնում ենք բոլոր տարիքային խմբերի մրցաշարերը։ Դա M11-ն է, M13-ն է, M15-ն է, M18-ն է եւ մեծահասակները։ Այսօր տարվա ընթացքում ճիշտ է նորից ցավոք եմ ասում բյուջեի պատճառով մենք ստիպված ենք մրցաշարերը անել նենց որ խաղերը քիչ են, սակայն մեզ պետք է այնպես մրցաշարեր, որտեղ խաղերի քանակը կլինեն շատ, որովհետև հանդբոլը զարգանում է նաև խաղերով։ Եթե մրցակցություն չկա, հավանաբար զարգացումը ոչ այնքան
ուժերը, ինչքան մենք ենք ակնկալում, ինչքան մենք ենք տեսնում այդ ամեն ինչը։ Շնորհակալ եմ շատ, պարոն Խաչատրյան, հետաքրքիր զրույցի համար եւ հաստատ վստահ եմ, որ այսօր կգրանցեք լավ արդյունքներ, ձեզ մաղթում եմ եւ ձեր թիմին նորանոր հաջողություններ եւ հաղթանակներ ձեր նպատակներին իրականացնում։ Անչափ շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, ամեն ինչ լավ կլինի, հույսով եմ, որ ել ավելի լավ աչքով Հայաստանի Հանրապետությունը կնայի հանդբոլ մարզաձևին, գեղեցիկ մարզաձև է, ով չի ճանաչում, նորից հրավիրում եմ Միկա մարզադաշտ, այսօր, վաղը չեմ իսօր, ժամը առավոտվա 11-ից մրցումները սկսում են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանի հետ։ Այս պահին առաջ